Քամու արագության ազգային ռեկորդ Պորտուգալիայում։ Տներ, որոնք ընկնում են ժայռերից Իտալիայում։ Կայծակը հարվածում է ամբոխին Բրազիլիայում։ ԱՄՆ-ում մարդիկ սառչում են իրենց տներում և մահանում։ Եվ սրանք ամբողջ տարվա ամենամեծ աղետները չեն։ Սրանք ընդամենը մի քանի օր են եղել մեր մոլորակի վրա։ Կանադա։ Այս ձմեռային փոթորիկը Կանադա բերեց անսովոր առատ ձյուն և ծայրահեղ ցածր ջերմաստիճաններ, ինչը հանգեցրեց տրանսպորտային խափանումների, էլեկտրաէներգիայի անջատումների և դպրոցների ու համալսարանների փակման։ Հունվարի 25-ին Տորոնտոյի Պիրսոն միջազգային օդանավակայանում տեղաց 46 սանտիմետր ձյուն, սահմանելով օրական ռեկորդ։ Արդյունքում ջեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 600 չվերթ։ Քաղաքում ամսական ձյունը ռեկորդային էր։ Առատ ձյանը սովորաբար հաջորդում է հալոցքը, բայց այս անգամ ջերմաստիճանը մնաց չափազանց ցածր, ինչը սրեց ազդեցությունը։ Կանադական Կարմիր խաչը ժամանակավոր ապաստարան բացեց Մոնրեալի արվարձանում, այն բանից հետո, երբ հազարավոր բնակիչներ մնացին առանց էլեկտրաէներգիայի ուժեղ ցրտի ժամանակ։ Սասկաչևանում որոշ տեղերում քամու սառնամանիքը զգացվեց մինչև -49 աստիճան Ցելսիուս։ Նյուֆաունդլենդ կղզում սառցե կտորները, սառցե բյուրեղների և ջրի խառնուրդի հետ խցանեցին տարածաշրջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի ջրընդունիչը, ինչի հետևանքով այն ամբողջությամբ կասեցվեց 1967 թվականից ի վեր առաջին անգամ։ Սառույցը մաքրելու համար կանչվեցին ջրասուզակներ, օգտագործելով օդային կոմպրեսորներ, չնայած սառցե ջրի առկայությանը այն հեռացնելու համար։ ԱՄՆ Հունվարի վերջին Միացյալ Նահանգներում մոլեգնեց ձմեռային կատաղի փոթորիկ Ֆերնը։ Հսկայական համակարգը, որը տարածվում էր ավելի քան 3200 կիլոմետր, ազդեց 34 նահանգների վրա, Նյու Մեքսիկոից մինչև Մեն նահանգ։ Մոտավորապես 230 միլիոն մարդ տուժեց։ Ձյան առատ տեղումները ծածկեցին հյուսիսարևելյան և Օհայո գետի հովտի որոշ հատվածներ։ Առնվազն 17 նահանգներում ձյան հաստությունը կազմել է 30 սանտիմետր կամ ավելի։ Ռեկորդային ձյան տեղումներ են գրանցվել Նյու Մեքսիկոյում, որտեղ Բոնիտո լճի մոտ տեղացել է ավելի քան 78 սանտիմետր թաց ձյուն, և արևմտյան Փենսիլվանիայում, որտեղ ձյան հաստությունը գերազանցել է 50 սանտիմետր։ Չափազանց վտանգավոր պայմաններ են ստեղծվել նաև հարավային նահանգներում, որտեղ բնակիչները ավելի շատ են սովոր փոթորիկներին, քան ձմեռային փոթորիկներին։ Այս շրջանները լիովին պատրաստ չէին նման բնական աղետի։ Չկար ձյուն մաքրող տեխնիկա, և մարդիկ տաք հագուստ չունեին։ Թաց ձյունը և ձնախառն անձրևը մինչև 2,5 սանտիմետր հաստությամբ սառույցով ծածկեցին ճանապարհները, ծառերը և էլեկտրահաղորդման գծերը։ Էլեկտրահաղորդման գծերը կտրվեցին ծանրությունից, իսկ ճյուղերն ու էլեկտրասյուները ընկան ուղիղ ճանապարհի վրա։ Միսիսիպիում իշխանությունները առաջին անգամ օգտագործեցին ռեկորդային քանակությամբ սառույցը հալեցնող միջոցներ։ Այս սառցե փոթորիկը նահանգում ամենաուժեղն էր 1994 թվականից ի վեր։ Նյու Ջերսիում առևտրային տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելք է սահմանվել։ Բացառություններ են արվել միայն սննդամթերք, վառելիք և բժշկական պարագաներ տեղափոխող ընկերությունների, ինչպես նաև արտակարգ ծառայությունների և կարևորագույն ենթակառուցվածքների անձնակազմի համար։ Օդային ճանապարհորդությունները նույնպես լրջորեն տուժել են։ Ամբողջ երկրում չեղարկվել է ավելի քան 11600 չվերթ, իսկ ավելի քան 16000 չվերթ հետաձգվել։ Մեն նահանգի Բանգոր օդանավակայանում թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել 8 ուղևոր տեղափոխող մասնավոր ինքնաթիռ։ Առնվազն 21 նահանգներ հայտարարել են արտակարգ դրություն։ Փոթորկի հետևանքները աղետալի էին։ Փոթորկի գագաթնակետին ամբողջ երկրում 1 միլիոնից ավելի բաժանորդ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Որոշ քաղաքներում մարդիկ միաժամանակ զրկվել են էլեկտրաէներգիայից, խմելու ջրից և ջեռուցումից։ Միևնույն ժամանակ ծայրահեղ ցուրտ եղանակը հարվածել է Միացյալ Նահանգների մեծ մասին, հասնելով մինչև Տեխաս և Միսիսիպի գետի ստորին հոսանքները։ Քամու պատճառով ենթադրվող ջերմաստիճանը նվազել է մինչև -34 աստիճան, մինչդեռ որոշ վայրերում իրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից 22 աստիճան Ցելսիուս ցածր է եղել։
I broke a little early. I think I broke it completely. There's trees down everywhere and power lines. Ականատեսները հիշում էին այդ օրերը որպես դիմացկունության փորձություն։ Մեմֆիսի եւ Նեշվիլի բնակիչները պատմում էին, որ քնում էին նույն սենյակում, կրում էին գլխարկներ եւ բաճկոններ, խնայում էին իրենց հեռախոսների մարտկոցները եւ մեքենաները միացնում էին ընդամենը մի քանի րոպե տաքանալու համար։ Միսիսիպիում հարյուրավոր մարդիկ գիշերը մեքենաներում էին սառցակալած մայրուղիներում, սպասելով ճանապարհների մաքրմանը։ Փոթորիկը խլեց ավելի քան 100 մարդու կյանք ամբողջ երկրում։ Շատերը մահացան հիպոթերմիայից, այդ թվում իրենց տներում, որտեղ ջերմաստիճանը գրեթե իջավ մինչև դրսի մակարդակը։ Ամենաողբերգական դեպքերից մեկը տեղի ունեցավ Տեխասում, որտեղ 3 երիտասարդ եղբայրներ ընկան սառույցի մեջ, սառցակալած լճակում։ Տասնյակ երեխաներ եւ մեծահասակներ հոսպիտալացվել են ածխածնի մոնոքսիդի թունավորմամբ։ Մարդիկ փորձել են տաքանալ անապահով կերպով օգտագործելով գեներատորներ եւ ջեռուցիչներ։ Փոթորիկը հասցրեց $115 միլիարդ ահռելի տնտեսական վնաս, ինչը այն դարձնում է ամենաթանկ եղանակային իրադարձությունը 2025 թվականի հունվարին Լոս Անջելեսի տարածքում տեղի ունեցած անտառային հրդեհներից ի վեր։ Փոթորիկ Քրիստին։ Հունվարի 28-ին գիշերը Պիրենեյան թերակղզում հարվածեց հզոր ատլանտյան փոթորիկ Քրիստինը։ Օվկիանոսի վրայով արագորեն ուժեղանալով փոթորկային համակարգը հասավ Պորտուգալիայի ափերին, երկրի համար իսկական կլիմայական ցնցում առաջացնելով։ Որոշ շրջաններում քամու պոռթկումները գերազանցեցին ժամում 180 կիլոմետրը, իսկ Սորի համայնքում գրանցվեց ժամում գրեթե 209 կիլոմետր, գերազանցելով 2018 թվականի ռեկորդը։ Երկրով մեկ ծառեր են տապալվել, տներից տանիքներ են պոկվել։ Ֆիգեյրա դա Ֆոսում ուժեղ քամին տապալել է Սատանայի անիվը։ Լեյրիայում մարզադաշտը լուրջ վնաս է կրել։ Կոիմբրայում վնասվել են մի քանի ինքնաթիռներ և քաղաքային օդանավակայանի անկարներ։ Մոնտերեալ ավիաբազայում քամու պոռթկումները վնասել են F-16 կործանիչները։ Կենտրոնական և հյուսիսային Պորտուգալիայում ավելի քան 800,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Մի քանի համայնքներում խափանվել են կապի, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերը, իսկ հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Ափամերձ գոտում փոթորիկը մինչև 14 մետր բարձրությամբ ալիքներ է առաջացրել, լրացուցիչ սպառնալիք ստեղծելով ափամերձ տարածքների և նավահանգիստների համար։ Պորտուգալիայում փոթորիկը խլել է 5 մարդու կյանք։ Արևելք շարժվելով, փոթորիկը հարվածեց Իսպանիայի հարավային և կենտրոնական հատվածներին։ Անդալուսիայում և Մալագայի շրջակայքում գրանցվել են ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կաթվածահար են արել երթևեկությունը։ Տորեմոլինոս քաղաքում ծառը ընկել է տան վրա, սպանելով մի կնոջ։ Մադրիդի տարածքում փոթորիկը բերել է կտրուկ ցրտեր և տարածաշրջանի համար հազվադեպ տեղումներ։ Արդյունքում փակվել են դպրոցները և առաջացել են խցանումներ։ Քրիստինը պարզապես ևս մեկ արտարևադարձային փոթորիկ չէր։ Այն ենթարկվել է պայթյունային ուժգնացման, ճնշումը կտրուկ նվազել է մի քանի ժամվա ընթացքում, իսկ քամու արագությունը հասել է 2-ից 3-րդ կատեգորիայի արևադարձային փոթորկի արագությանը։ Սա Քրիստինին դարձրել է վերջին տարիների իբերական թերակղզում ամենահզոր և ավերիչ ձմեռային փոթորիկներից մեկը։ Իտալիա։ Հունվարի 25-ին Սիցիլիայում տեղի ունեցավ խոշոր սողանք։ Նիշեմի քաղաքից, որը հայտնի հանգստավայր է և ունի մոտավորապես 25,000 բնակչություն, պոկվեց հսկայական հողատարածք։ Մի քանի շենքեր փլուզվեցին 20 մետր բարձրությունից, իսկ հարյուրավորները փլուզման եզրին էին։ Բնակիչները, տեսնելով իրենց պատերի ճաքերը, շտապ լքեցին իրենց տները, իրենց հետ ոչինչ չվերցնելով։ Ավելի քան 1500 մարդ տարհանվեց։ Շատերը ապաստան գտան հարազատների մոտ, իսկ իշխանությունները հարյուրավոր այլ մարդկանց համար ժամանակավոր կացարաններ կազմակերպեցին տեղական մարզասրահում։ Դեռևս անհայտ է, թե որքան ժամանակ մարդիկ ստիպված կլինեն մնալ այնտեղ կամ կկարողանան վերադառնալ տուն։ Սողանքը խաթարեց տեղական ճանապարհային ցանցի մեծ մասի երթևեկությունը։ Դպրոցները փակվեցին, իսկ քաղաքը հայտարարվեց կարմիր գոտի։ Լեռնալանջի երկայնքով սողանքն արդեն 4 կիլոմետր երկարություն ունի և շարունակում է ակտիվ մնալ։ Գետնի մակերեսի դեֆորմացիան շարունակվում է, տեղի են ունենում նոր ճաքեր և փլուզումներ։
Մտահոգիչ է նաև այն փաստը, որ ըստ գնահատականների շարժվում է ոչ միայն տեսանելի մասը, այլև ամբողջ սարահարթը տեղաշարժվում է դեպի գելահարթավայրը։ Թուրքիա։ Հունվարի 30-ին ուժեղ անձրևներ տեղացին Մերսին և Ադանա նահանգներում, առաջացնելով աղետալի ջրհեղեղներ։ Մերսինում գետերն ու արվակները դուրս եկան ափերից։ Փողոցներն ու բուլվարները վերածվեցին մոլեգնող հեղեղների, ջրի տակ թողնելով տասնյակ մեքենաներ։ Դաղլի շրջանում կամուրջը փլուզվեց։ Ջուրը լցվեց տներ և գյուղատնտեսական հողեր, այդ թվում Ալատ այգեգործության հետազոտական ինստիտուտի շենքը։ Ադանայում հեղեղատար անձրևները դուրս եկան ջրանցքներից։ Սարıçam շրջանում բուրուկ գերեզմանատունն ամբողջությամբ ջրի տակ էր։ Ճանապարհները վերածվեցին անանցանելի լճերի, որտեղ մեքենաները խրվեցին և սահեցին։ Անձրևները նահանգում երկու քարաթափման պատճառ դարձան։ Մեկը փակեց Օբրուկբելի Լեռնանցքի մոտ գտնվող մայրուղին, իսկ մյուսը Տապան շրջանում գտնվող ճանապարհը։ Զոհեր չկան։ Սակայն նյութական վնասը հսկայական է։ Հարյուրավոր ջրհեղեղի ենթարկված տներ և բիզնեսներ, հեղեղված ճանապարհներ և ավերված ենթակառուցվածքներ։ Մարոկկո։ Հորթառատ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում, Էլ-Քսար Էլ-Քեբիր քաղաքն ամենաշատն է տուժել։ Ջրի արտահոսքը, որը տեղի է ունեցել ջրհեղեղի հետևանքով, ամբարտակից դուրս է եկել և հանգեցրել է քաղաքում գետի մակարդակի հանկարծակի բարձրացմանը և հզոր ջրհեղեղների, որոնք ողողել են մի քանի բնակելի թաղամասեր։ Իշխանությունները արագ արձագանքման ստորաբաժանումներ են տեղակայել տուժածներին օգնելու համար, ավելի քան 50,000 բնակիչ Էլ-Քսար Էլ-Քեբիրի բնակչության գրեթե կեսը տարհանվել է, իսկ քաղաքի գլխավոր մուտքը ժամանակավորապես փակվել է։ Ալժիր։ Հունվարի վերջին ավերիչ փոթորիկը կլանում էր Ալժիրի զգալի մասը, այդ թվում մայրաքաղաքը։ Քամու արագությունը որոշ տեղերում հասնում էր 120 կմ/ժ, որը համարժեք է փոթորկի ուժգնությանը։ Նման քամիները համարվում են չափազանց հազվադեպ Ալժիրում, որտեղ քամու արագությունը հազվադեպ է գերազանցում 90 կմ/ժ։ Շատ նահանգներում հայտարարվել էր կարմիր տագնապ։ Դպրոցներում դասերը դադարեցվել էին, իսկ հանրային այգիները փակվել էին։ Երկրի մեծ մասում փոթորիկը տապալել էր բազմաթիվ ծառեր և էլեկտրահաղորդման գծեր, առաջացրել պատերի, տանիքների և պատշգամբների փլուզում, ինչպես նաև վնասել ճանապարհային ենթակառուցվածքները։ Մի քանի նահանգներում տեղացած ուժեղ անձրևների պատճառով չոր գետերի հուները հանկարծակի լցվել էին ջրով, ինչը հանգեցրել էր արագ ջրհեղեղների։ Գալիզան նահանգում անասուններ են զոհվել, իսկ մի քանի համայնքներում մարդիկ և մեքենաներ մնացել են ջրհեղեղի ջրերի մեջ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Բրազիլիա։ Հունվարի 25-ին կայծակը հարվածեց քաղաքական հանրահավաքի համար հավաքված մարդկանց բազմությանը մայրաքաղաք Բրազիլիայում տեղի ունեցած փոթորկի ժամանակ։ 89 մարդ վիրավորվեց, որոնցից 47-ը տեղափոխվեց տարածաշրջանային հիվանդանոցներ, իսկ մնացածը բուժօգնություն ստացան տեղում։ Ականատեսները հայտնել են, որ մի քանի մարդ անմիջապես կորցրել է գիտակցությունը հարվածից հետո։ Նույնիսկ նրանք, ովքեր ֆիզիկապես չեն տուժել, բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ ցնցման և նյարդային լարվածության պատճառով։ Կայծակի զոհերի այս թիվը երկրի պատմության մեջ ամենաբարձրն էր, չնայած Բրազիլիան գրանցել է կայծակի հարվածների ամենաբարձր թիվը աշխարհում, տարեկան գրեթե 80 միլիոն հարված։ Հունվարի 29-ին տեղի ունեցավ ևս մեկ ողբերգական դեպք Տրամանդայի մունիցիպալիտետում, որը գտնվում է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի հյուսիսային ափին։ Կայծակը հարվածեց լողափում հանգստացող երիտասարդի։ Բժշկական ջանքերին չնայած նրան չհաջողվեց փրկել։ Նա մահացավ հիվանդանոցում։ Միկրո և նանոպլաստիկը կարևոր դեր է խաղում այս անոմալիաներում։ Խոսքը միայն շրջակա միջավայրի աղտոտման մասին չէ, այլ պլաստիկի մասնիկների էլեկտրետային հատկությունների, որոնք ոչ միայն սրում են կլիմայի փոփոխությունը, այլև վնասում են մարդու մարմինը։
Դուք կարող եք ավելին իմանալ այս մասին նախորդ հրապարակումներից եւ նանոպլաստիկը կենսոլորտում։ Մոլեկուլային ազդեցությունից մինչև մոլորակային ճգնաժամ զեկույցից, այս խնդրի հիմնարար լուծումը դա միկրո եւ նանոպլաստիկը անվտանգ դարձնելն է եւ դրանք ակտիվ եւ վտանգավոր նյութից իներտ փոշու վերածելը, այսինքն պլաստիկի մասնիկները էլեկտրաստատիկ լիցք կուտակելու եւ պահպանելու ունակությունից զրկելը, ավելին, այս գործընթացը պետք է սկսվի ոչ թե տարիներ անց, այլ հենց հիմա։ Եվ այստեղ կարևոր է ընդգծել, որ այս հարցում Ալլատրա գիտական խումբն արդեն իսկ իրականացրել է ցանկացած հետազոտության հիմնական նպատակներից մեկը, այն բացահայտել է արմատային պատճառը։ Վճռական լուծումը դեռևս չի գտնվել, բայց պատճառի բացահայտումը համաշխարհային գիտական հանրությանը կխնայի տասնամյակների աշխատանք եւ հսկայական ռեսուրսներ։ Եթե մենք կարողանանք հեռացնել էլեկտրաստատիկ լիցքը միկրո եւ նանոպլաստիկից, կգործարկվեն բնական ինքնաբուժման մեխանիզմներ։ Մենք ոչ միայն կնվազեցնենք դրա կործանարար ազդեցությունը մարդու առողջության վրա, այլև կկարողանանք հեռացնել ավելորդ էներգիան, որը ներկայումս կուտակվում է, սրելով գեոդինամիկ ճգնաժամերը եւ բնական աղետները։ Ջերմափոխանակությունը օվկիանոսում եւ մթնոլորտում կսկսի վերադառնալ հավասարակշռության եւ երկրի ընթերքից ավելորդ ջերմությունը կրկին կկարողանա դուրս գալ տիեզերք։ Խնդրի մասշտաբները հսկայական են, այն պահանջում է բարդ հետազոտություններ, թանկարժեք սարքավորումներ եւ հազարավոր փորձեր ամբողջ մոլորակի վրա, բայց անհրաժեշտ ամեն ինչ արդեն գոյություն ունի՝ լաբորատորիաներ, մասնագետներ եւ ենթակառուցվածքներ։ Բացակայում են համագործակցային համակարգված աշխատանքի պայմանները, ավելին, մարդկությունն արդեն իսկ ունի դրական փորձ միջազգային համագործակցության մեջ գիտնականների միջև, որոնք աշխատում են ընդհանուր նպատակի ուղղությամբ, օրինակ, մարդու գենոմի նախագծում։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք այս փորձը կիրառել նանոպլաստիկի խնդրի դեպքում։ Լուծման որոնման միակ շարժիչ ուժը հենց իրենք, մարդիկ են։ Ժամանակն է դադարել սպասել, թե ինչ-որ մեկը գա եւ լուծի ամեն ինչ։ Դա նման է նրան, երբ հիվանդի ախտորոշումն արդեն արված է եւ հիվանդության պատճառը հայտնի է, բայց բուժումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հիվանդը ընդունում է խնդիրը եւ օգնություն է պահանջում։ Այսօր այս հիվանդը ողջ մարդկությունն է։ Եվ չնայած մենք դեռ կարող ենք մտածել, հասկանալ եւ գործել, մենք դեռ հնարավորություն ունենք փոխելու իրավիճակը եւ ստեղծելու ապագա ոչ միայն մեզ համար, այլև ապագա սերունդների համար։